Շնորհակալ եմ, պարոն Ռոբինյան, պարոն Արշակյան, Տիգին Անդրեասյան, օրենքի գաղափարախոսությունը ամբողջովին ընկալելի է, խիստ կարևոր է եւ շատ անհրաժեշտ։ Ինձ մտահոգում են մի քանի բաներ, մասնավորապես չկրկնվելու համար Վլադիմիր Վարդանյանի առաջ քաշած հարցերը, որոնց կարծում եմ դուք կանրադառնաք, եւ իմ մտահոգությունները առնչվում են առաջին հերթին կթվան տեխնիկական, բայց իրանք բավական լուրջ խնդիր են, նոր մասնավորապես ասում ենք 3 տարի գալու ես աշխատես։ Հիմա պատկերացրեք գալիս աշխատում է 2 տարի ու կես, հետո ինչ-ինչ պատճառներով աշխատանքից դուրս է գալիս եւ 3 ամիս անգործ է, հետո նորից փորձում է մտնել աշխատելու։ Մենք այստեղ անընդհատության սկզբունք ունենք, թե չունենք։ Մենք դա ոնց ենք իրավիճակը գնահատում։ Ես ինչ եմ այս հարցերը ասում, որպեսզի մանրակերկիտորեն քննարկվեն եւ փորձենք բացերը չթողնել, որպեսզի մարդիկ կարողանան դրանից օգտվել։ Հետո գալիս է 3 տարի աշխատում է, ինքը բարձր որակի բուհ ավարտելը դա իրան մենակ դրանով մասնակից չի դառնում, ինքը մասնակից է դառնում նաև պրակտիկայով, փորձառությամբ։ Ինքը փաստորեն 3 տարի աշխատում է, կատարելագործում է իր փորձառությունը, դառնում է իսկապես մասնագետ ու մենք իրեն բաց ենք թողնում, ասում ենք հիմա էլ գնա, չգիտեմ, Եվրոպայում աշխատի, Դուբայում աշխատի։ Սա էլ է իհարկե իր հերթին խնդիր եւ կարող է գալիս է բախվում է բյուրոկրատական ապարատին, ասում է այստեղ ես ուզում եի աշխատել, թույլ չտվեցին, չստացվեց, մի ամիս աշխատեցի, յոլա չգնացի ղեկավարության հետ դուրս եկա, ես էլ չեմ ուզում աշխատել կամ եւ այլն նմանատիպ սիտուացիաներ, իրավիճակներ, խնդրում եմ ձեզ ուղղակի դիտարկել բոլորը մանրակերկիտորեն։ Ես իմ աշխատանքային գործունեության մեջ շատ եմ բախվել դրան, չբացելով փակագծերը, բայց Տիգին Անդրեասյանը շատ լավ պատկերացնում են, ինչի մասին եմ խոսում։ Շատ բարդ է մարդուն օրենքով գրել ու բերել հետո ասել, գիտես, այս օրենքի կետին համապատասխան դու պետք է այսքան աշխատես, այսինչ չանես, այնինչ անես, բարդ է։ Լավ է, որ կստանա կրթությունը, ավարտում եմ, բայց շատ վատ է, որ մենք այսպես առաջանցիկ ասեմ նեգատիվ բանով, որ մենք կարող է չկարողանանք ապահովել այդ ամբողջությունը։ Շնորհակալություն։